Ողջույն, արի այսօր միասին պատրաստենք շատ համեղ նախուտեստ, հետաքրքիր խմորով և համեղ միջուկով, ստացվում է արագ և գերող։ Ինչ է հարկավոր մեզ դրա համար։ Առաջին կարևոր բաղադրիչը դա շերտավոր խմորն է։ Մեզ հարկավոր է 1 գունդ շերտավոր խմոր, այնուհետև խաշած ձու, պանիր, նրբերշիկ, կանաչի, համեմունքներից աղ և սև պղպեղ, մայոնեզ և կետչուպ և իհարկե 1 ձու վրան քսելու համար։ Վերցրեք բոլոր բաղադրիչները ու սկսեք ինձ հետ միասին պատրաստել։ Առաջին հերթին բացում ենք շերտավոր խմորը։ Գունդը բացելուց հետո վրան քսում ենք կետչուպը և մայոնեզը։ Երկու բաղադրիչները լավ խառնում ենք իրար և քսում ենք խմորի վրա։ Բարակ շերտով ենք քսում, շատ հաշ չենք քսում, որպեսզի այնուհետև կտրելու ընթացքում դուրս չգա։ Սոուսը քսելուց հետո վրան շաղ ենք տալիս քերիչով անցկացրած ձուն։ Ավելացնում ենք երշիկը։ Երշիկը լցնելուց հետո մի փոքր վրան շաղ ենք տալիս սև պղպեղ և աղ։ Եվ ավելացնում ենք պանիրը։ Եվ վերջին բաղադրիչը դա կանաչին է, մի փոքր կանաչի ենք ավելացնում։ Բոլոր բաղադրիչները շերտ-շերտ լցնելուց հետո փաթաթում ենք ռուլետի նման։ Եվ արդեն փաթաթելուց հետո կտրում ենք ինչպես նախընտրում ենք թանկագիններս, սուր դանակի օգնությամբ շեղակի կտրվածք ենք անում։ Հարում ենք 1 ձուն և քսում ենք նախուտեստի վրա։ Ձուն քսելուց հետո ուղարկում ենք նախօրոք տաքացրած ջեռոցը, թխելու ենք 200 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ Ահա մեր համեղության վերջնական տեսքը, հոյակապ է ստացվել թանկագիններս, հուսով եմ ձեզ էլ դուր եկավ, ստացվում է շատ արագ և շատ համեղ։ Դուք էլ պատրաստեք և վայելեք։ Այսօր էլ այսքանը, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։